Այսօր կեսգիշերին եւ վաղը հունվարի 14-ին քրիստոնյաները նշում են հին նոր տարին։ Այն համընկնում է նոր Գրիգորյան տոմարով հունվարի 1-ի հետ։ Ըստ հայ առաքելական եկեղեցու նոր տոմարը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Մինչև 16-րդ դարը Հուլյան տոմարը նոր տոմարի հետ տվել է 10 օրվա տարբերություն։ Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարանային գիշերահավասարին մարտի 21-ին, քանի որ Նիկայի 325 թվականի ժողովի որոշմամբ գիշերահավասարի օրը համարվել է ոչ թե մարտի 21-ը, այլ 11-ը։ 16-ից 20-րդ դարի ընթացքում Հուլյան հին եւ Գրիգորյան նոր տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր։ Հունվարի 13-ը համարժեք էր դեկտեմբերի 31-ին։ Մի շարք երկրներում ըստ ավանդույթի ոչ պաշտոնական ամանորը նշվում է դեռևս հին տոմարով։ Ամանորը ընտանեկան տոն է, նրանք, ովքեր իրարից վիրավորված եւ գժտված են եղել, աշխատել են հաշտվել նոր տարում։ Հին ժամանակներում հայերը նոր տարվա պատրաստությունները սկսել են դեռ ամառվանից։ Տարվա ընթացքում կամաց հավաքել են նոր տարվա պաշարը։ Հայերը մի գեղեցիկ ավանդույթ են ունեցել։ Հունվարի 1-ին ամեն մի տղամարդ գնում էր անտառ գերան բերելու։ Գերանի գաղափարը այն էր, որ բնության մեջ մեծարում էին ծառի խորհուրդը։ Ծառը մարդուն կերակրում էր իր պտուղներով, իսկ կտրած ծառը կրակ էր տալիս եւ ջերմացնում։ 6 օր այդ գերանը վառվում էր հայ օջախներում։ Հին հայերը միշտ չեն օգտագործել, սնվել են միայն բուսական ուտեստներով։ Արևմտյան Հայաստանում կլոր գաթա են թխել, որն արևի նշան է եղել։ Ու այդ գաթայի մեջ մի ճյուղ են տնկել, հետո այդ ճյուղի վրա տան ամեն մի անդամ կապել է իր մազը, այնուհետև կախել նուշ, կոնֆետ եւ քաղցրավենիք։ Կարող էին նաեւ այդ ծառը գիշերը վառել թոնրի մեջ։ Այս ամենի գաղափարը եղել է կյանքի սկիզբն ու մահը։